ներկայացնում եմ մթնոլորտային օդի պահպանության 2025-30 թվականների համալիր միջոցառումների ծրագրի հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը, բայց մինչև նախագծին անդրադառնալը ասեմ, պարոն փոխվարչապետ, որ մենք մինչև այս արդեն աշխատանքներ ունենք իրականացրած, առաջի հերթին իհարկե 2022 թվականին մենք ուրեմն լրամշակել, վերամշակել ենք մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքը եւ 22 թվականի դեկտեմբերին արդեն ԵՄ ուրեմն դիրեկտիվներին համապատասխան ուրեմն օրենք ենք ընդունել, մոտարկել ենք ԵՄ կանոնակարգերին օրենսդրությունը 2023 թվականին Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության կողմից ուսումնասիրություն է տեղի ունեցել մթնոլորտային օդի պահպանության մեր կարողությունների զարգացման հայեցակարգ է մշակվել, որի հիման վրա էլ 5 տարվա միջոցառումներն ենք ուրեմն մշակել եւ հաստատման բերել կառավարություն, նաեւ ասեմ, որ 2024 թվականին մենք 2 դիտակայան ենք ձեռք բերել բյուջետային ֆինանսավորմամբ, որոնք արդեն Երևան քաղաքում ուրեմն տեղադրման փուլում են գտնվում եւ ըստ էության ըստ այս ուրեմն նախագծի առաջիկա 5 տարիներին Հայաստանում մենք պետք է 14 անշարժ օդի աղտոտվածության մոնիտորինգի կայաններ ուրեմն ձեռք բերենք, ասեցի 2-ը արդեն ձեռք բերել ենք Երևանում անհրաժեշտ են 6 դիտակայան, 2-ը ունենք, 3-ի շուրջ մեր միջազգային գործընկերների հետ հիմա աշխատում ենք եւ հույս ունեմ 2026 թվականի սկզբին արդեն եւս 3-ը ձեռք կբերենք, Երևանի համար կմնա 1-ը, մնացած հանրապետության մասում իհարկե դեռ 8 դիտակայան պետք է ձեռք բերենք, ասեմ որ եւս 2 ուրեմն շարժական դիտակայան պետք է ձեռք բերենք, որը որևէ արտակարգ դրության դեպքում պետքա տեղակայվի այդ հատվածում եւ մոնիտորինգ իրականացվի ըստ միջոցառումների մենք ուրեմն քիմիական լաբորատորիայի վերազինում պետք է իրականացնենք, որի ուրեմն օգնությամբ օրգանական աղտոտիչների կամ փոշու մեջ ծանր մետաղների ավելի ճշգրիտ տվյալներ կարող ենք ձեռք բերել միջոցառումների հաջորդ գործողությունը ռեֆերենս լաբորատորիայի հիմնումն է, որը մեզ հնարավորություն կտա մոնիտորինգի համակարգի գործիքների ճշգրտությունը ուրեմն հասկանալ, մենք հիմա գիտենք, որ օրինակ Երևանում օդի աղտոտվածության վերաբերյալ տարբեր միջոցներով տվյալներ ենք ստանում, որոնք գործատության մեջ անգամ միջազգային ստանդարտներով հաստատված չեն, բայց ամեն դեպքում նման լաբորատորիան մեզ նաև կօգնի այս սարքերի ճշգրտությունը եւ մեր ձեռք բերված սարքերի շարունակական ճշգրտությունը ապահովել, մենք նաև օրենսդրական ուրեմն նոր նախաձեռնություններով հանդես կգանք, մասնավորապես շինհրապարակներում եւ հանքարդյունաբերության ուրեմն տնտեսվարողների մոտ ուրեմն փոշեճնշիչ սարքավորումների կարգավորումը կմտցնենք ճշգրիտ սարքերի, որոնք գործունեության ընթացքում տնտեսվարողները պարտավոր կլինեն օգտագործել, որի արդյունքում նաև փոշու արտանետման նվազում կունենանք Նաև իհարկե վարչարարության որոշակի խստացումներ ունենք ըստ միջոցառումների Երևան քաղաքում կանաչ տարածքների մեծացման ուրեմն կետ ունենք շուրջ այս պահին 41 հեկտար Երևան քաղաքում անհրաժեշտություն կա կանաչ տարածքների նոր կանաչ տարածքների հիմնման եւ իհարկե նաև միջոցառումների մեջ իրազեկման աշխատանքները կլինեն եւ մենք համոզված ենք, որ այս միջոցառումների արդյունքում Հայաստանում կունենանք օդի աղտոտվածության մոնիտորինգի ժամանակակից համակարգ, ճշգրիտ տվյալներ, որի շրջանակում էլ իհարկե մեր քաղաքացիների առողջության վերաբերյալ մեր քաղաքականության մշակումը ավելի լավը կդառնա, այսքանը, շնորհակալություն